Հիմա բացելու ենք այս կինդերները միասին։ Ու ընթացիկ ուզում եմ պատմել իմ աշխատանքներից։ Առաջին աշխատանքը, որ արել եմ, դա եղել է դեռևս 9-րդ դասարանում, երբ ես շատ էի ուզում աշխատել, բայց չգիտեի ինչպես ու որտեղ։ Գտել էի կայքեր, որտեղ տարբեր Instagram-ի էջերին հետևելով ու լայքերով ինձ գումար էր գալու։ Եկեք տեսնենք սրա մեջ ինչ է։ Արդեն 3-րդ կանաչ սուպեր հերոսն եմ բացում։ Ու 3-ն էլ ի զարմանալից տարբեր։ Իմ 3 կանաչ հերոսները ու Սուպերմենը։ Այդ կայքում 1 լայքը արժեր $0.02 ու ես ամբողջ օրը նստած լայքեր էի դնում ու հետևում էի տարբեր էջերի ու մտածում էի, որ ես հաստատ հարստանալու եմ այս աշխատանքով։ Մի 2 շաբաթ աշխատելուց հետո հասկացա, որ ես այդ կայքից գումար չեմ կարողանալու հանել, այնպես որ էլ չաշխատեցի։ Տեսնենք սրա մեջ ինչ է։ Ֆլեշն է, գեղեցիկ ֆլեշը։ Հաջորդ աշխատանքս եղել է արդեն առաջին կուրսում, որոշեցի, որ ուզում եմ ունենալ կանացի հագուստի շոփ, բացեցի ԱՁ ու սկսեցի աշխատանքը։ 4 տարի ես աշխատել եմ, բավականին լավ արդյունքների էի հասել, բայց այս տարի հասկացա, որ էլ չեմ ուզում շարունակել։ Եկեք տեսնենք այստեղ ինչ կա։ Սուպերմենը, բայց շեկը։ Իմ 2 սուպերմենները։ Իմ էջի հետ համատեղ ես աշխատում էի նաև որպես SMM մասնագետ տարբեր պրոյեկտների համար, բայց այդ ժամանակ ոչ ես էի ինձ գնահատում ու իմ աշխատանքը, ոչ էլ գործատուն։ Ու մի պահ եկավ, երբ ես դուրս եկա բոլոր պրոյեկտներից ու որոշեցի, որ ընդհանրապես չեմ աշխատելու որպես SMM մասնագետ ու ոլորտը փոխելու եմ։ Տեսնենք այստեղ ինչ կա։ Վայ, Բեթմենը։ Բեթմենը չի։ Այսպիսի մարդու կես, չգիտեմ ինքը ով է։ 7 հատ կինդեր ենք բացել այս Սուպերմենի կոլեկցիայից, 7-ն էլ տարբեր է եղել ու ես ապշած եմ։ Վերջին կինդերներով իմ աշխատանքների պատմության վերջին մասն էլ կլինի հաջորդ հոլովակում։